Ժողովուրդ օրաթերթի իշխանական աղբյուրների փոխանցմամբ երեկ երեկոյան կայացած քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության դռնփակ նիստում Ալեն Սիմոնյանը ստացել է 20 հոգանոց վարչության անդամների ընդամենը 5 ձայնը։ Թեև վերջին օրերին ՔՊ-ի ներսում Ալեն Սիմոնյանի կողմից ակտիվորեն տարածվում էին տեղեկությունները, թե Նիկոլ Փաշինյանի դաբրոն կա եւ անխուսափելիորեն կրկին Սիմոնյանը կընտրվի ԱԺ նախագահի թեկնածու, այնուամենայնիվ իշխանական կուսակցության ներսում տեղի ունեցած զարգացումները բոլորովին այլ պատկեր են ցույց տալիս։ Երեկ կայացած վարչության նիստում առաջադրված թեկնածուների մասին քննարկումների առանցքային թեման եղել է ընտրության դեպքում ՔՊ-ի անխոցելիությունը եւ այս համատեքստում դիտարկվել է Ռուբեն Ռուբինյանի թեկնածությունը։ Ժողովուրդ օրաթերթի տեղեկություններով գործող ԱԺ նախագահ Սիմոնյանը ստացել է ընդամենը 5 ձայն, ինչը կուսակցական ղեկավար մարմնի ներսում նրա աջակցության էական նվազման մասին է վկայում։ Նույն աղբյուրների փոխանցմամբ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Օնջորյանը նույնպես առաջադրված թեկնածուներից է եղել, սակայն ստացել է զգալիորեն շատ քիչ ձայն 1-2։ Իսկ վարչության 20 անդամներից կեսից ավելին աջակցությունը ստացել է փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը, որն այս փուլում դարձել է ՔՊ-ի ներսում ԱԺ նախագահի պաշտոնի գլխավոր հավակնորդը։ Ի դեպ, Ալեն Սիմոնյանը ռեկորդային է որպես ԱԺ նախագահ, քանի որ նա նորանկախ Հայաստանի խորհրդարանի այն խոսնակն է, որը մի ամբողջական ժամկետ պաշտոնավարել է։ Անցած նախագահների պաշտոնավարումը մշտապես կիսատ է մնացել, կամ սպանվել են, կամ պարզապես հրաժարական են ներկայացրել տարբեր հանգամանքներով պայմանավորված։